Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Նախ կկայանա նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, ապա նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Գնաճը շարունակել է արագանալ, ապրիլին կազմելով 5.3%, Հորմուզի նեղուցի խափանումներն ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակության ապրանքների վրա, հետևաբար կա պարենային ապրանքների գնաճի ռիսկ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի նախագահն է հայտարարել, ներկայացնելով 2026-ի առաջին եռամսյակի մարտահրավերներն ու հաստատված դրամավարկային քաղաքականության զեկույցը։ Մարտին Գալստյանի խոսքով Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ Մասնավորապես տնտեսական աճը Միացյալ Նահանգներում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Աշխարհում գնաճը չի կարող չհասնել Հայաստանի վրա, ասել է Գալստյանը։ Այն գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվում է, բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործը այս պայծրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք 5.3 ու ավելի վերև է գնալու, ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում ֆիսկալով կամ արտաքինից եկող տուրիզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք դրա վրա։ Առաջարկը հիմնականում միջազգային է, չնայած ներքին տնտեսության բաներ կան, օրինակ մսի գնի աճ կա, որը որ շատ բարձր է։ Ու այդ ներքինով է պայմանավորված է, կա բենզինի գին, որը որ հիմնականում միջազգային ազդեցությունների ներքո է, ու կա ծառայությունների որոշակի թույլ աճ, այս պայմանությամբ, որը պայմանավորված է թե ներքին պահանջարկի աճով, թե դրսի պահանջարկի աճով։ Այսինքն տուրիստները, որոնք գալիս են, օգտվում են Հայաստանում ծառայություններից, իրանք որոշակի գների մակարդակը տանում են վերև։ Ինչպես արդեն նշել եմ, դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների և հեռանկարների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում մենք քննարկում և դիտարկում ենք քաղաքականության տարբեր սցենարներ։ Դրանց A-տիպի սցենարների խումբը ներկայումս ներառում է համաշխարհային չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ կապված անորոշություններ։ Այս սցենարները պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի կոշտ արձագանք, այսինքն եթե այսին թվարկածը նյութականանա, մենք պիտի ավելի կոշտ քաղաքականություն վարենք ու տոկոսադրույքը վերև տանենք։ Մյուս B-տիպի սցենարների խումբը ներառում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների, Հայաստանի Հանրապետության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ կապված ռիսկեր, ինչը ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի ցածր ուղեգիծ, միջնաժամկետ հորիզոնում հնարավոր թույլ պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայացնելու համար։ B-ն ինչի մասին է, ասում ենք, եթե աշխարհը մտավ ռեցեսիայի մեջ, աշխարհից եկող պահանջարկը հայկական ապրանքների ու ծառայությունների նկատմամբ նվազեց, ինքը իր մեջ որոշակի գնանկումային էլեմենտ ունենալու, եւ երկրորդը, եթե մեր ռիսկի հավելավճարը էապես նվազեց, այդտեղ էլ կարող է որոշակի տոկոսադրույքների ներքև գնալու բան ունենանք, տարածություն ունենանք, որի արդյունքում մեր արձագանքը շուկայի համեմատ կլինի ավելի զուսպ, ավելի ներքև։ Արդյունքում 26 թվականի 3 որոշումների կայացման ընթացքում հավասարակշռելով A և B տիպի ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը խորհուրդը անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը։ Մենք շարունակաբար մշտադիտարկում ենք տնտեսության զարգացման սցենարները և դրանց ներքո գնաճային միջավայրի ռիսկերի ընդլայնման դեպքում պատրաստ ենք ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% մակարդակի և գների նպատակի ապահովման, գների կայունության նպատակի ապահովման համար։
Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 միլիոն դրամի հափշտակություն, պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ պարզվել է համալսարանի շախմատ գիտահետազոտական ինստիտուտ հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։ Հիմնարկի տնօրենը տեղյակ լինելով, որ մասնագետն աշխատանքի չի հաճախել եւ աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ վերջինի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ։ Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը տեղյակ լինելով հիմնարկի մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու վերաբերյալ որևէ միջոց չի ձեռնարկել։ Համալսարանի պրոռեկտորին, հիմնարկի մասնագետին եւ տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել, վնասը վերականգնվել է, նախաքննություն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Լոռու մարզում քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով 10 ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ժամանակ ուժեղ Հայաստան դաշինքի աջակիցները խոչընդոտել էին ընթացքը։ Մասնավորապես դաշինքի մի խումբ աջակիցներ ճանապարհը մեքենաներով փակել են, խոչընդոտելով քարոզչության բնականոն ընթացքը։ Նույն օրը մեկ այլ բնակավայրում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասնակիցների նկատմամբ, այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Facebook-ում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մայիսի 9-ին ԱՕ-ն Facebook-յան էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով 61-ամյա ՀՄ-ի քաղաքական հայացքներով պայմանավորված քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սատարելու դրդապատճառով նրա լուսանկարը տեղադրելով անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել, այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՕ-ն Արմեն Օհանյանն է, որը Facebook-ում հանդես է գալիս որպես սիրով բլոգեր, իսկ տուժածը 61-ամյա կին է։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը խիստ քննադատել է նախընտրական քարոզչության որոշ հոլովակներում տարածվող բովանդակությունը, նշելով, որ դրանք պարունակում են ապատեղեկատվություն, ատելության խոսք եւ հասարակությանը մոլորեցնող վտանգավոր նարատիվներ։ Խոսքը Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից 2 դրվագ է։ Պարզվում է Արևմտյան Ադրբեջանի Երևանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոխարեն աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը եւ այսպես շարունակ, իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է։ Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց են առաջանում։ Քաղաքական ուժերին եւ որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն, 1000 անգամ ամոթ, գրել է Հակոբյանը։ Քարոզարշավի 11-րդ օրը կուսակցություններն ու դաշինքները շրջում են մայրաքաղաքում ու մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ, ներկայացնում ծրագրերը, լսում նրանց խնդիրներն ու խոստումներ տալիս։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավն այսօր արաբկիրում էր։ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ շրջել է, շփվել քաղաքացիների հետ։ Ելույթում հայտարարել է, որ պատրաստ է մարդկանց խոսքը լսել, բայց լսելուց հետո պիտի մարդիկ նաև իրեն լսեն։ Այս խոսողները սահմանին հանուն Հայաստանի անվտանգության մի հատ կրակոց չեն արել։ Իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում։ Հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք։ Եվ իրանք դուրս են եկել իրանք բեսպրեդելի իշխանությունն են ուզում։ Բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է։ Ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի,
մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը։ Ջուր ծեծելուց ու ցեղ շպրտելուց հետո բոլորին դեմ եմ կուսակցության անդամները շրջում են քաղաքում, ներկայացնում ծրագրերը, թռուցիկներ բաժանում, լսում քաղաքացիների խնդիրները։ Բարև ձեզ, ոյ, խնդրեմ, շնորհակալություն։ Երկու։ Բարև ձեզ։ Բոլորին դեմ են կուսակցություն, կդերտի համար 2։ Ձեր գնահատականը մինչև այսօր քաղաքականությամբ զբաղվող բոլոր քաղաքական ուժերի Հարցը հետևյալի մեջ է։ Ես նեյտրալ նշել եմ, դիտորդները չեն արձագանքել։ Ես որևէ մեկի անվանական անունով չեմ նշել։ Հունիսի 7-ին դուք կարող եք ընտրել բոլորին դեմ են։ Մենք ստեղծել ենք բոլորին դեմ են կուսակցությունը հենց ձեր համար։ Քվեաթերթիկ համար 2 դնենք բոլոր քաղաքական ուժերին, որ նրանք մնան նույն դասարանում։ Քվեաթերթիկ համար 2 մեր և ձեր ճիշտ գնահատականը բոլոր քաղաքական ուժերին անխտիր։ 2 դնենք նրանց վարած քաղաքականությանը։ Մենք ստեղծել ենք բոլորին դեմ եմ կուսակցությունը հատուկ ձեր համար։ Քվեաթերթիկ համար 2 դնենք բոլոր քաղաքական ուժերին։ Շնորհապետական կուսակցության անդամները նախորդային Կոտայքի մարզում էին։ Թիմը շրջել է մի շարք համայնքներում, զրուցել մարդկանց հետ, ներկայացրել ծրագրերը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը հայտնել է, որ կուսակցության մասին զրպարտություն է տարածվում, ըստ որի ինքը ներկայացնում է ներկայիս իշխանությանը։ Հայտարարել է, թե իր անհատականությունն ու արժեհամակարգը թույլ չեն տալիս Քվեն կամ Հայաստանը վաճառել միանալով սրան կամ նրան։ Չեն միանալու գործող իշխանությանը ոչ մի պարագայում, նրանց հետ միացած չեն եղել երբեք ու չեն էլ միանալու ոչ էլ նախկիններից որևէ մեկին կամ նրանց աֆիլացված արբանյակ քաղաքական ուժերին։ Ամեն ինչ առաջ անգամվանից է սկսվում։ Ոնց հասկանում եմ, հայկական ֆուտբոլը պիտի զարգացնենք։ Ուզում եք ֆուտբոլիստ դառնաք։ Այո։ Կարաք հաղթեք, բայց աշխարհի առաջնությունը։ Ապրեք։ 2050 թիվը ձեր հույսին է։ Լավը չի ուզում։ Հա? Լավ, որ ուզես կսնորակվեմ։ Եթե կարելի է։ Բայց կամաց կտշեք։ Այդ մասով չտշեք։ Ահա, ես ու գրիշներ։ Ապրեք երեխեք։ Ապրեք։ Ներկա, քվեաթերթիկ համար 4, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյան, քվեաթերթիկ համար 4, քվեաթերթիկ համար 4, քվեաթերթիկ համար 4, քվեաթերթիկ համար 4 Քեզ համար Հայաստան, քեզ համար կարգախոսով է շարունակում Քարոզաշավը Հանրապետություն կուսակցությունը մայրաքաղաքում ու մարզերում։ Գեղարքունիքի մարզում կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը խոսելով ծրագրերից ու անելիքներից կոչ է արել քվեարկել իրենց օգտին, որովհետև իրենք գնալու են ազգային ժողով իրապես աշխատելու, օրենսդրական նախաձեռնություններ տանելու, իր որակմամբ ծույլ ու անբան ընդդիմությանը փոխելու։ Նախորդին էլ թիմը կենտրոն վարչական շրջանում էր։ Ռուսական կողմնորոշում ունեցող ուժերը կախվել են Հայաստանի Հանրապետության անկախության ոտքերից, ելույթում հայտարարել է Արամ Սարգսյանը։ Այսօր այդ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ ազնվությունից, պետությունից, հայրենիքից է խոսում, պարտությունից է խոսում։ Այդ Ռոբերտ Քոչարյանը չէր, որ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները փոխվելից
Երբ որ չթողեցին, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա Լեռնային Ղարաբաղի խնդրով Ադրբեջանի հետ բանակցելու, ասեցին չէ, այդ Արեմբցյան տանիքի տակ է չի կարելի, ռուսների հետ պիտի մնաս, որ բլոկադան բացեն։ Չթողեցին գնա, հանեցին, դրեցին Շահրամանյանին, չէ՞։ Ազատության հրապարակում էլ մոտեցան Ռոբերտ Քոչանին, հարցրեցին, ասացին ո՞նց եք վերաբերվում։ Ասաց շատ ուրախ եմ։ Ցանկանում եմ, որ նույնը Հայաստանում լինի։ 10 օր հետո Շահրամանյանը Եվլախում ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Այ Ռոբերտ Քոչյանը Հայաստանի Հանրապետության Շահրամանյանն է։ Ինքը իմի ուզում է գալ իշխանության, որ նման փաստաթուղթ ստորագրի։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այդ մարդկանց, որոնք այդ ուղեցրում են, այդ մարդկանց քվետալ պետք չի։ Ռեֆորմիստները նախորդին Դավիթաշենում էին։ Կուսակցության անդամները շրջել են, թռուցիկներ բաժանել, ներկայացրել ծրագրերն ու լսել քաղաքացիների խնդիրները։ Ուրախությամբ արձանագրել են, որ մարդիկ ոչ թե պարզապես քաղաքավարությունից ելնելով են վերցնում իրենց թռուցիկները, այլև հետաքրքրությամբ կարդում են ծրագիրը։ Այսպիսով մենք պիտի արձանագրենք, որ այո, մարդկանց շրջանում կա կողմնորոշված մի մեծ ընտրազանգված, որոնք ցանկանում են տեղեկանալ եւ կատարել տեղեկացված ընտրություն։ Սա այն միակ հետևությունն է, որը կարելի է անել այն հետաքրքրությունից, որը մենք տեսնում ենք քաղաքացիների մոտ, որովհետեւ մենք միշտ փորձում ենք համատել նախորդ ընտրությունների հետ, մասնավորապես 21 թվականի ընտրությունների հետ եւ ակնհայտորեն երևում է տարբերությունը քաղաքացիների վերաբերմունքի մասով։ Տեսնում եք, մարդիկ ուզում են ստանալ ինֆորմացիա կողմնորոշվելու համար։ Ազգային ժողովրդավարական Բևեր կուսակցության քարոզարշավը նախորդին աջափնյակ վարչական շրջանում էր։ Թիմը շրջել է, ներկայացրել նախընտրական ծրագիրը, ռազմավարական առաջնահերթություններն ու պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։ Հարգելի քաղաքացիներ, ազգային ժողովրդավարական Բևերը մասնակցում է ազգային ժողովի ընտրություններին 8-րդ համարի քվեաթերթիկի ներքո։ Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ ձեր ձայնը տալ ազգային ուժին։ Ազգային ժողովրդավարական Բևերը կոչ է անում դրսևորել ակտիվություն։ Քանի դեռ մենք նստած ենք մեր տներում, քանի դեռ մենք պասիվ ենք, օրվա իշխանությունները մեր անունից հանձնում են մեր երկիրը։ Դավաճանաբար հանձնելով Արցախը, նրանք լքվել են ամբողջական Հայաստանի լուծարման գործի։ Թուրք ադրբեջանական պահանջներով թուլացնում են հայկական բանակը, կրճատում են հայկական բանակի թվականակը։ Ադրբեջանի պահանջով պատրաստվում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Երկիրը միջազգային հարաբերություններում դարձրել են թուրքական եւ ադրբեջանական պահանջները կատարող պետություն։ Քանի դեռ մենք պասիվ ենք, քանի դեռ մենք նստած ենք մեր տներում, օրվա իշխանությունները քայքայում են երկիրը ներսից։ Կոչ ենք անում բոլորին դրսևորել ակտիվություն, չմնալ տներում, քանի դեռ մենք մեր տներում նստած ենք, մեր երկիրը մեր անունից հանձնում է։
Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության անդամները Սյունիքում էին։ Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը Facebook-յան եթերում խոսել է մշակույթի կարևորության մասին, նաև ցիտել Համո Սահյան։ Մենք գնում ենք մեր արժեքներով, քրիստոնեական արժեքներով դեպի խորհրդարանական ընտրություններ, մեր վերականգնման, մեր մշակույթը պաշտպանելու, մեր պետությունը զորացնելու համար, որովհետև հիշեք, առանց մշակութային հզորության սաղ սուտ է, ոչ ուժեղ Հայաստան կլինի, ոչ չգիտեմ ինչ, բայց անբարո քաղաքականություն հաստատ կլինի առանց մշակույթի։ Նայեցեք, հայերեն են խոսում, չես հասկանում, նախատասությունը հայերեն է, բառերն ումն են, ինչ-որ մոնղոլ թաթարական մի բան կա մեջը, մեզ համար անհասկանալի եւ այլն։ Հանդիպումներին էլ կհարցնեք, ասեք օրինակ, Թումանյան կարդացել ես, մի վախեք, Վարուժան կարդացել ես, ուրեմն ես մեկին ճանաչում ես, Վահագն Դավթյանի անունը լսել ես, թե չէ դոլարներ ու հերներ անիծած, դոլարներ վերցրու, դոլարներ հետը տա ռուբլիներ հետը կամազներով, որտեղ մենք կստեղծենք ինչպես դարերի ընթացքում եղել, դրա համար եմ ասում, մենք կգնանք, ես վստահ եմ, որ Սիսիանի պարագայով հատկապես, որ մենք որոշակի ձայների քանակ ձեզից կստանանք։ Մի քիչ էլ հումորով ասեմ, դուք գիտեք 8 թվից առնվազն գիշեր ցերեկ ես էկրանների չեմ իջել։ Եվ էկրաններին առաջինը պատերազմից հետո կարող եմ ասել առաջին անգամ ես եմ բարձրացել, երբ որ այս բանդաները Ղարաբաղյան, Մոսկովյան եւ այլն փորձում են իշխանությունը տապալել եւ ուրեմն վարչապետիներ գիտեք ինչ վիճակի մեջ էին դրել կառավարություն եւ այլն։ Մենք եղել ենք ընկերներով, որ առաջինն ենք կանգնել, առաջինն էլ մնալու ենք, բայց մենք ուզում ենք խորհրդարան մտնենք։ Դրա համար ասեմ հումորային եկել եմ պարտքերը ստանեմ, որոշակի ձայների քանակ պետք է տաք ինձ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ դիվանագիտական գործընթացների շուրջ։ Արաղչին մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ ար-Ռահման Ալ-Թանիի հետ։ Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցություններն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ երկու երկրներն էլ շարունակում են Պակիստանի միջոցով կարգավորման իրանական ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ եւ առաջարկներ փոխանակել։ Նրա գնահատմամբ բանակցային գործընթացը անխափան շարունակվում է։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը ճանաչվել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա եւ անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը եւս դա ճանաչի։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը հետաքրքրված են մասնատված Եվրոպայով։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Կայա Կալասը հավելել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը Եվրամիության նկատմամբ որդեգրել են բաժանիր եւ տիրիր քաղաքականությունը։ Նա նշել է, որ իհարկե ավելի հեշտ է գործ ունենալ առանձին երկրների հետ, որոնք չափերով շատ ավելի փոքր են, քան դաշինքի հետ, որն ունակ է հանդես գալու որպես հավասար ուժ։ Այս առումով Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել անդամ պետություններին չթույլատրել դաշինքը Վաշինգտոնի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելով։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը պարզեցնում է չճանաչված Մերձ Դնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը, իրականում կարող է լինել տարածաշրջանի բնակչությանը գաղտնի մոբիլիզացնելու փորձ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։ Պետության ղեկավարը նաև կարծում է, որ սա կարող է լինել Կրեմլի մարտավարություններից մեկը, ուղղված Մոլդովայի վրա ճնշում գործադրելուն, Մերձ Դնեստրի վերաինտեգրմանն ուղղված ջանքերի լույսի ներքո։
Մայիսի 15-ին Պուտինը ստորագրել է Մերձ Դնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանագիրը։ Հրամանագրի համաձայն պարզեցված եղանակով ռուսական անձնագիր ստանալու իրավունք են ստանում օտարերկրյա քաղաքացիները եւ 18 տարեկանից բարձր քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրը համարվում են Մերձ Դնեստրի մշտական բնակիչներ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը երկամսյա կալանք էր սահմանել նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ 3.2 միլիոն ԱՄՆ դոլար գրավը վճարելու դեպքում Երմակին պարտավորեցրել են չբացակայել Կիևից, հանձնել արտասահմանյան անձնագրերը եւ ձեռնպահ մնալ սույն գործով անցնող մի շարք անձանց հետ շփվելուց։ Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի սահմանը պետք է դառնա անառիկ ամրոց, հայտարարել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նման պահանջ նա ներկայացրել է դիվիզիաների եւ բրիգադների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։ Դրա համար Կիմ Չեն Ընի խոսքով անհրաժեշտ է վերանայել բանակային ստորաբաժանումների կառուցվածքը եւ ռազմատեխնիկական առումով ամրապնդել սահմանին գտնվող զորամասերը։ Բացի այդ, նա բանակին կոչ է արել ճանաչել գլխավոր հակառակորդին եւ բարձրացնել դասակարգային գիտակցությունը։ Մարտին Կիմ Չեն Ընը 15-րդ գումարման գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի իր ծրագրային ելույթում Հարավային Կորեան պաշտոնապես հայտարարել է թշնամական պետություն։ Հյուսիսային Կորեայի դեմ Հարավային Կորեայի ցանկացած հնարավոր ոտնձգությանը կհետևի անգութ հատուցում, նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Չինաստանի հարավ-արևմտյան Գուանսի շրջանում մայիսի 18-ի վաղ առավոտյան տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ զոհվել է։ Լյուչժոու քաղաքում ավելի քան 7000 մարդ ստիպված է եղել տարհանվել։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 13 շենք, ներկայում որոնողական փրկարարական գործողությունները շարունակվում են։ Մեկ մարդ անհետ կորած է համարվում, 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Իշխանությունները հայտնել են, որ հնարավոր են տրանսպորտային երթուղիներում խափանումներ, քանի որ հարկավոր է ստուգել երկաթուղային ենթակառուցվածքների անխափան լինելը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, պետեկամուտների կոմիտեն կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի 28 կիլոգրամ հաշիշի տարանցումը Հայաստանի Հանրապետության տարածքով, մանրամասները տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցման կետը ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՋՇ-ի կողմից չհագործվող բեռնատար տրանսպորտային միջոցը։ Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում օգտագործվելու էր որպես տարանցիկ գոտի։ Վաքսային հսկողության շրջանակում բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել, որից հետո մաքսային հսկողությունը շարունակվել է շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով։ Բեռնատարի զննության նպատակով ներգրավել են Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն բաժնի աշխատակիցը եւ մասնագիտացված ծառողական շունը։ Արդյունքում ծառողական շունը կցորդի աջ եւ ձախ հատվածում ցուցաբերեց թմրանյութի հայտնաբերման վարկագիծ։ Որոշում կայացվեց բեռնատար ավտոմեքենան տեղափոխել հարավային տերմինալ մանրակրկիտ զննման նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ ապամոնտաժել են կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված եւ զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով 111 հատ առանձին փաթեթներով հաշիշ տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն, դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին բարձելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման եւ շրջանառության դրսևորումներից, պահպանելով օրենքի պահանջները եւ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Եվ հանրապետության տարածքում վաղը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում եւ մայրաքաղաքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանն այսօրվանից նվազում է մի քանի նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։